Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեն հավատարմագրվելու դեպքում միջազգային կազմակերպությունները, արտերկրյա հասարակական կազմակերպությունները, արտերկրյա պետությունների ներկայացուցիչները, այսինքն միջազգային դիտորդները, հրավերի արկայության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունները, այսինքն տեղական դիտորդները։ Հավատարմագրվել կարող են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ օտարերկրյա հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցեր եւ որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքներին։ Հավատարմագրվելու նպատակով դիմումները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացնել մինչև ապրիլի 23-ը ներառյալ, իսկ միջազգային դիտորդների դեպքում մինչև մայիսի 2-ը ներառյալ։ Հավատարմագրման համար դիմումին կից ներկայացվում է կանոնադրության պատճենը հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների դեպքում, հրավերի պատճենը միջազգային կազմակերպությունների դեպքում եւ դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ցուցակը նաեւ էլեկտրոնային գրիչով Microsoft Excel տարբերակով հավատարմագրված դիտորդներին կտրամադրվեն վկայականներ։ Հավատարմագրված լրագրողներն իրավունք կունենան լուսաբանելու ընտրական հանձնաժողովների գործունեությունը։ Հավատարմագրվելու նպատակով լրատվական գործունեություն իրականացնողը կարող է գրավոր դիմում ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողով, դիմումում ներառելով հետևյալ տվյալները. Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, իրավական կազմակերպական ձևը, գտնվելու վայրը, հավատարմագրման ներկայացվող լրագրողի ըստ անձնագրի անունը, ազգանունը, հասցեն, էլեկտրոնային հասցեն հեռախոսահամարը։ Հավատարմագրման ենթակային յուրաքանչյուր լրատվական միջոցը ներկայացնող ոչ ավելի քան 2 լրագրող, 2 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 2 օպերատոր։ Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական ծառայություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացվի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի պատճեն, իսկ բնօրինակը ներկայացնում է լրագրողը։ Հավատարմագրումն իրականացվում է 1 տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի կողմից դիմումում կարճ ժամկետ նշելու դեպքում տվյալ ժամկետով։ Այս պահի դրությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել են Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող 9 լրատվամիջոցներ եւ արտերկրից 1 դիտորդական առաքելություն իրականացնող խումբ 10 անդամի կազմով։ Հավատարմագրման գործընթացի մասով մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով, հասցեն քաղաք Ստեփանակերտ, Սասունցի Դավթի 2, առաջին հարկ կամ այցելել CEC.in էլեկտրոնային հասցեով։ Գենադի Երեմյան, Մերուժան Մարտիրոսյան, օր։